Մինչ Հայաստանում Փաշինյանի առաջնորդած շրջիկ պատարակների ընթացքում զեղչվում է Գարեգին II-ի անունը, Ստամբուլից հայոց հայրապետին հատուկ ողջույններ է փոխանցում Հռոմի Լևոն 14-րդ Պապը։ I would also like to extend my fraternal regards to His Holiness Gheorghe II, Supreme Patriarch. Ցանկանում եմ եղբայրական հարգանքները սղել նաև նորին սրբություն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, ով վերջերս մեծ պատիվ բերեց ինձ եղբայրական աջակցությամբ, ինչպես նաև եպիսկոպոսներին, հոգևորականությանը եւ ամբողջ հայ առաքելական համայնքին Ստամբուլում եւ Թուրքիայում։ Հռոմի Պապը նոյեմբերի 27-ին է Թուրքիա մեկնել, այցելության վերջին օրը աղոթել Ստամբուլի հայ առաքելական տաճարում Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի հետ։ Since then, by God's grace, Ըստ Աստծո բարեհաճության, սիրո եւ եղբայրության երկխոսությունը մեր եկեղեցիների միջև ծաղկել է։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը նաև ներսես շնորհալուն է հիշատակել աղոթել, որ բոլորը մեկ լինեն։ Հայ եկեղեցական ավանդության սրբերից կցանկանայի հիշել 12-րդ դարի մեծ կաթողիկոս եւ բանաստեղծ Ներսես շնորհալուն։ Թող Սուրբ Ներսեսի օրինակը ներշնչի մեզ եւ նրա աղոթքը զորացնի մեզ դեպի լիակատար հաղորդություն տանող ճանապարհին։ Թուրքիա այցը Լևոն 14-րդի առաջին արտերկրյա ուղևորությունն է պապական ընտրություններից հետո։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանի կարծիքով Լևոն 14-րդին հայկական արմատներն են տարել Թուրքիա։ Ծագումնաբանական առումով Հռոմի Պապի նախնիները հայեր են Թուրքիայից, ինչից ելնելով, ասենք, նա չի թաքցնում իր ծագումնաբանական արմատները եւ առաջին այցելությունը այդտեղ էր։ Նաև շարունակ պատերազմներից բռնկվող Մերձավոր Արևելքի խաղաղության աղոթքով է Հռոմի Պապը այս տարածաշրջանում, ասում է կրոնագետը։ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում վերջին շրջանում, այսինքն մեր աչքի առաջ տեղի ունեցել բազմաթիվ գենոցիդներ քրիստոնյաների, ինչին ոչ միայն ինքը, այլև նախորդող պապերը երկու բարբերաբար արձագանքել են։ Հայ առաքելական եկեղեցում Հռոմի Պապի աղոթքը աշխարհին ուղղված հստակ ուղերձ է համարում Խաչատրյանը։ Կամենում ենք, թե ոչ, այնուամենայնիվ ինքը իրեն համարում է ամենախոշոր քրիստոնեից կրոնական համայնքի առաջնորդը, այսինքն կաթոլիկների քանակությունը 1 միլիարդ է եւ ավելին։ Այս տեսակետից ինքը համարում է, որ ինքը պատասխանատու է բոլոր քրիստոնեից ճյուղավորումների համար, առավել եւս հնագույն եկեղեցիների համար։ Կաթոլիկների պոնտիֆիկոսի, մեր կաթողիկոսին ուղված ողջույնն էլ զուտ պրոտոկոլային չէ, համոզված է կրոնագետը։ Վատիկանում գիտեն ինչ է այսօր կատարվում Հայաստանում։ Եթե Հռոմի Պապը ինչ որ մի բան ասեց, հանգարց չմտածենք էլի, որ դա ձեռքի հետ ոտքի վրա ասած ինչ որ մի բան էր։ Ներկայիս իրավիճակը, քանի որ մեզանում բավականին հարաբերական իրավիճակ է կապված եկեղեցու եւ իշխանությունների հետ փոխադարձ հարցերում, Հռոմի Պապը փաստորեն այցելել է եւ հայոց առաքելական եկեղեցի, ինչպես նաեւ ասենք ողջունել է Գարեգին II-ին եւս։ Ստացվում է Փաշինյանի մեջ բերած բամբասանքները կաթողիկոսի զավակ ունենալու մասին չեն վնասել Գարեգին II-ի միջազգային հեղինակությանը։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ բոլորը աշխարհում շատ լավ հասկանում են, որ սակրալ առանցքը հասարակության չի կարելի տատանել, չի կարելի փլուզել, չի կարելի տրոհել ու ճեղքել, չի կարելի, որովհետեւ մենք ձեռք ենք բերում ապագա սերունդների համար անլուծելի խնդիրներ եւ խնդիրներ։ Ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ ընդհանրապես իշխանությունների, հայոց առաքելական եկեղեցին դա համաշխարհային կառույց է, ոչ թե լոկալ կառույց է։ Այսօր Լիբանանում է աղոթքները շարունակում Հռոմի Պապը, հայտնի չէ Կիլիկիո կաթողիկոսության եկեղեցիներ այցեր նախատեսված են թե ոչ։ Ալբերտ Սերոպյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։